Արաքս Մամուլյան, ես Ֆակտոր TV-ի լրագրող եմ եւ քանի որ խոսք գնաց զանգվածային լրատվության միջոցների հետ հաղորդակցության մասին, ես ցանկանում եմ մի դիտարկում անել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հարցազրույց տալիս է բացառապես հանրային հեռուստաընկերությանը։ Ես վերջին տարիների 1.5 տարվա ընթացքում 3 կամ 4 անգամ 3 երևի գրավոր դիմում եմ ուղարկել Աննա Վարդապետյանին, նրան հրավիրելով հարցազրույցի եւ մշտապես իմ հրավերները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ Աննա Վարդապետյանը զբաղված է։ Ընդ որում մի գրությամբ նաեւ մի գրությունից հետո, երբ ինձ մերժել է, ընդհանրապես օրեր անց հանրային հեռուստաընկերություն է գնացել հարցազրույցի, այսինքն կարող ենք փաստել, որ այնքան էլ զբաղված չէ, ընդ որում ես նշել էի այսօրվանից սկսած ձեզ հարմար ժամանակահատվածում, նշեմ, որ հետևողականորեն եւ դիտմամբ եմ անում դա, եւ մշտապես մերժում եմ ստանում եւ գրություններից մեկում նույնիսկ նշել եմ, որ եթե ցանկություն չունեք հարցազրույց տալու այլ լրատվամիջոցների բացի հանրային հեռուստաընկերությանը, ապա խնդրում եմ այդ մասին տեղյակ պահել, խնայելով եւ ձեր եւ մեր ռեսուրսը։ Այս սրանից հետո եւս մերժում եմ ստացել, ընդ որում Աննա Վարդապետյանը, եթե նկատել եք, հարցերին չի պատասխանում նաեւ ազգային ժողովում եւ այլ միջոցառումների ժամանակ եւ ստացվում է, որ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ լրագրողները չեն կարողանում, հնարավորություն չեն ունենում անձամբ գլխավոր դատախազից պատասխաններ ստանալու եւ դա հանրային հեռուստաընկերության բացառիկ իրավունքն է, որը ես կարծում եմ խնդիր է։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ նաեւ զանգվածային լրատվության հետ հաղորդակցության տեսանկյունից վերջին շրջանում նաեւ դատախազները առանց համաձայնության գրեթե դատարանում եւ այլ վայրերում հարցազրույց չեն տալիս, նախկինում համենայն դեպս մենք այդ պրակտիկան չենք ունեցել եւ այն դատախազը, որը բան իմաց է, իր գործի գիտակն է, իսկ մեր դատախազությունում շատ են այդ դատախազները, համենայն դեպս դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը հաստատ իր գործի լավ տիրապետում է եւ այն դեպքը չէ, որ պետքա գլխավոր դատախազությունից թույլտվություն հարցնի եւ նոր պատասխանի լրագրողի նույնիսկ պարզաբանող այդ պահի, իրավիճակից ելնող պարզաբանելու անհրաժեշտ հարցերին։ Եվ այն, որ Աննա Վարդապետյանը երբեմն օրինակ վերադառնալով Վարդապետյանի փոդքասթների է մասնակցում եւ պատմում է, թե իրեն ինչ խորհուրդ է տվել օրինակ իր տատիկը կամ չգիտեմ որևէ այլ անձ, իր կյանքի պատմության մասին է պատմում, գուցե մեզ հետաքրքիր է, մենք նայում ենք, բայց կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, որ պատասխանի նաև հանրությանը հուզող հարցերի եւ ոչ միայն հանրային հեռուստաընկերության եթերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Ես կցանկանայի անդրադառնալ դատախազական խորհուրդների հետ կապված դիտարկմանը։ Իրականում մենք նույնպես ուսումնասիրել ենք, շատ կարևոր եմ շեշտել Հայաստանի հետ համադրելի իրավական մշակույթ ունեցող երկրների փորձը, ովքեր արդեն իսկ կիրառել են դատախազական խորհուրդների համակարգը, եւ տեսել ենք օրինակ մասնապես Մոլդովայում, չնայած դատախազական խորհրդի առկայությանը բավական տևական ժամանակ գլխավոր դատախազ այս մարմինը չի կարողացել ընտրել եւ երկար տարիներ շուրջ 5 տարի, եթե չեմ սխալվում, պաշտոնակատարներ են եղել գլխավոր դատախազի։ Նույն իրավիճակը ունենք նաև Ուկրաինայում, որտեղ չնայած դատախազական խորհրդի եւ դատախազների համաժողովի առկայությանը 2014 թվականից ի վեր շուրջ 6 գլխավոր դատախազ է փոխվել։ Այսինքն սա վկայում է այն մասին, որ դատախազական խորհուրդները ոչ միշտ են առնվազն գլխավոր դատախազների ընտրության տեսանկյունից ապահովում սպասող ակնկալիքները եւ այդ տրամաբանությամբ մեր համար կարեւոր է իրականում միջազգային փորձը ոչ թե ինքնանպատակ տեղայնացնելը, այլ արդյունավետ փորձով առաջնորդվելը։ Անդրադառնալով Տիկին Խաչատրյանի նշած այն հարցադրմանը, թե որ արդյոք առաջարկները, որոնք մեզ համար ընդունելի են, բնականաբար կան։ Ես իմ խոսքում արդեն իսկ նշեցի, մենք նույնպես ընդունում ենք, որ առկա ընթացակարգերը կատարյալ չեն եւ կատարելագործման կարիք ունեն։ Մատնանշեցի որակավորման հանձնաժողովի, էթիկայի հանձնաժողովի նշանակման կարգում որոշակի փոփոխություններ կատարելու
մասին, ինչպես նաև դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու հետ կապված որոշակի փոփոխություններ կատարելու մասով այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ եք նախաձեռնել։ Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմավարական փաստաթղթին, դատախազությունը որպես այդպիսի ռազմավարություն մշակող մարմին չի հանդիսանում, բայց ակտիվորեն այս պահին ներգրավված է որպես կատարող եւ համակատարող մի շարք միջոցառումներում, տարբեր ռազմավարական փաստաթղթերի շրջանակներում, բայց ներկայումս կառավարությունը կարծես թե գնում է այն ուղղությամբ, որտեղ գրել է այն մոտեցումը, որ պետք է բոլոր ռազմավարական փաստաթղթերը մեկտեղել մի քանի մեծ ոլորտային ռազմավարությունների շրջանակներում, ներկայումս արդարադատության ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներն են ընթանում եւ դատախազությունը նույնպես ներգրավված է փորձագիտական աշխատանքային խմբում եւ հենց դրա շրջանակներում էլ պատկերացնում ենք հետագայում այդ համապատասխան միջոցառումների նախատեսումը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։